Միակ մաշտը, որ պետք է տարվի Հայաստանի Հանրապետությունում, դա Նիկոլ Փաշինյանն է, պետական դավաճան հանցագործ։ Միակ մաշտը, ես զարմանում եմ, որ ոչ արձեն է գործառույթը, գիտեք, բազմիցս բողոքներ կան, դիմումներ է ներկայացվել։ Միակ դավաճան մաշտը, որ պետք է դատվի եւ ոչ թե դատվի, գնդակահարել է պետ Նիկոլ Փաշինյանին։ Բռնության կոչեր մի հնչեցրեք, խնդրում եմ, ուղիղ եթերում ենք։ Ամենաշատ ես գիտեմ, ամենաշատ բռնության կոչերը հայտարարել է հենց ինքը Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից, երբ ասում էր եւ հենց Վարդան Ղուկասյանի հասցեին բռնության կոչեր հնչեցրեց ամբիոնից։ Իրեն կարելի, ինչ չի կարելի, երկիրը իմս է, ես եմ այս երկրի տերը եւ կարող եմ ամեն կոչել անել։ Իմ համնadrական իրավունքն ինքով է, որ ինձ արկելի։ Մինչև չսատկի Նիկոլը չի ապրի հայն ու Հայաստանը։ Մինչ այդ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարել էր, որ Վարդան Ղուկասյանին դուրս կշպրտեն Հայաստանի հանրային քաղաքական դաշտից, ըստ էության այս քրեական գործը, որը հարուցել են, հենց իր խոսույթի մեջ է տեղավորվում, այսինքն հենց իր անձնական հրահանգավորմամբ է այս գործը հարուցել։ Անպայման ինքը չկարողացավ ներել գյումրեցիներին, որ ընտրվել է ոչ թե ԿԿ քաղաքական պորնիկները, այլ ընտրվել է ժողովրդի կողմից ցայներ։ Ես եղել եմ ընտրությունների մեջ, ցայներ հավաքած աշտար Վարդան Ղուկասյանը, դա ինքը ներ է։ Ես Նիկոլին շատ շուտվանից գիտեմ, Փարքաստու քաղաքականության մեջ եմ 38 տարի եւ շատ լավ գիտեմ ով է Նիկոլը։ Չեք հավատում, որ նա 4 միլիոն կաշառք է պահանջել ինչ որ ինքնակամ շինության օրինականացման դիմաց։ Իսեր Աստծո ամոթ է։ Ամենամեծ կաշառակերը Նիկոլի կինն է, Աննա Հակոբյանը, 1 միլիոնով հրավիրում է տղամարդկան ճաշկերույթի։ Դա կաշառք չէ։ Ամբողջ համահայկական հավաքած փողերը Աննա Հակոբյանը Կանադա տներ առավ։ Հիմա ով է կաշառակերը։ Ամենամեծ կաշառակերը Ալեն Սիմոնյանն է, Ռուբեն Ռուբինյանը եւ ամբողջ ԿՊ կառույցը։ Միակ մենք ստեղ ավաբան ազգային ժողովի պատգամավոր ունենք, մենք գյումրեցիներս դրան ասում ենք ճենջո դեմա, հիմա պատգամավոր է, զուգվում զարդարվում պատգամավոր, անկրագեդը, այո, այն ժամանակ ինքը մի հատ չէր կարող առնել, այսօր Աննա Պայլյանի ունեցվածքը տեսնեք, ամուսնու ունեցվածքը տեսնեք, ստացել է։ Իհարկե, հետը խոսել չի լինում արդեն, ճենջո դմորացել է, թե ով է եղել նախկինում, եւ բոլոր ԿՊԱ-ները, անգիր գիտեմ բոլորին, Փարքաստու քաղաքականության մեջ եմ եղել, բոլորին գիտեմ, իշքան անկրագետ կա, իշքան ծույլիկ տգետներ կան, ԿՊ-ի անդամներ են։ Իդեպ Ռուբինյանի անունը տվեցիք, Ռուբինյանը արդեն հասցրել է գրառում կատարել եւ իր այսպես ասած անձնական վիրդիկտն է կատարել, նաեւ ԿՊ պատգամավորները, մասնավորապես Ռուբինյանը գրել է, որ 6 ամիս եւ 1 օր ըստ հակակոռուպցիոն կոմիտեի ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի։ Սրա համար քաղաքական պատասխանատվություն կրում են քաղաքապետ դարձնողները, նաեւ Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը եւ քաղաքապետ։ Ես էլ եմ ցայտում, ցայնոսել է տարը։ Եվ Ռուբեն Ռուբինյանի հայրը հրշագան ժամանակին դրա համար դրա շատ լավ եմ գիտեցել։ Ես այդ տարիներին եղել եմ Ես այդ տարիներին եղել եմ ընդդիմություն հրշեին եւ շատ լավ գիտեցել եմ ով է Ռուբինյանի հայրը։ Շնից շունուկես։ Եվ ես չեմ զարմանում, երբ որ սկսում են վայրահաճելը։ Սրանք Բագրատ Սրբազանի հասցեին վայրահաճեցին, մեր Աջապալյանի հասցեին սրանց միայն բանը վայրահաճելն է։ Եվ Ռուբեն Ռուբինյանը իմիջիալոց Թուրքիայում սովորած 6 տարի Թուրքիայում սովորած է եւ թուրքական ագենտ է։ Իշքան հազար անգամ ներողություն եմ խնդրում, իշքան գող, բոս, սպորնիկ կա լցված են ազգային ժողով։